FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլիմարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Դուք գիտեք, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մենք աշխատում ենք, որպեսզի մեր տիրույթում օնլայնայից հարթակում լինեն հյուրեր, ովքեր իրենց կյանքի ընթացքում, իրենց կենսագրությամբ անցած ճանապարհով եւ նաեւ տեսակով իսկապես աշխարհում շատ բան փոխել են։ Ասում են, որ դժվար է պատկերացնել եւ կա հստակ մարդկանց կամ մասնագիտությունների ցանկ, որոնք այս աշխարհում իրականում կարող են շատ բան փոխել։ Սակայն կանայք, նրանցից յուրաքանչյուրը իրենց ասպարեզում իսկապես կարող է հրաշքներ գործել եւ այնպես անել, որպեսզի իր շրջապատի մարդիկ հավատան հրաշքների։ Եթե այսպիսի տեսակի հոգեկերտվածքի մարդը նաև մանկավարժ է մասնագիտությամբ, այստեղ իրականում շատ շատերի կյանքում է այս հրաշքը տեսանելի դառնում։ Մենք առիթ ունենում ենք օվկիանոսից այն կողմ գտնել կամ զրուցել հետաքրքիր ու տարբերվող կանանց հետ, բայց լինում են կանայք, որոնք աշխարհի որ անկյունում են լինեն, իրենք իրենց տեսակով, կենսագրությամբ եւ ուղղակի մարդկային, այո, հոգեբանական շատ նուրբ առանձնահատկությամբ իսկապես նրա համար են, որպեսզի աշխարհում հրաշքների հավատալու հնարավորությունը պահեն։ Վաստակավոր մանկավարժի կոչումը տարիներ ու տասնամյակներ շարունակ իրականում եղել է ամենակարևորը, որովհետև այսպես տպավորություն է, որ մասնագիտությունը եւ աշխատանքի արդյունքում գնահատական։ Իրականում այդպես չի։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք ասում ենք վաստակավոր մանկավարժ, մենք պիտի պատկերացնենք այն հրաշալի կայացած մարդկանց սերունդը, որոնք հենց այս մարդկանց շնորհիվ այս աշխարհում հրաշքներ են գործում։ Այսօր ինձ համար իրականում շատ հաճելի է, որովհետև ժամանակները փոխվում են, բայց մանկավարժի բարձր մի տեսակ կա, որը որտեղ էլ լինի, աշխարհի որ անկյունում էլ լինի, միևնույնն է, կարողանում է պահել ամենակարևորը՝ իր արմատը, իր տեսակը, որի շուրջ, որ ժամանակի ընթացքում իհարկե ավելանում է յուրաքանչյուր նորարարություն, ինչ որ մի բան ավելացնում է իր կյանքում, իսկ իր միջոցով շատ շատերի կյանքում։ Այս պահին ես ուզում եմ Elrum-ում նաև ձեր անունից մեծ սիրով ողջունել եւ նշել, որ իրականում ինձ համար պատիվ է, որ առիթ ունենք զրուցելու Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցչուհի, բանասեր, հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Տիկին Շողակաթ Թադևոսյանին։ Տիկին Թադևոսյան, ես շատ շնորհակալ եմ, որ պատիվ ունեմ իրականում ճանաչել ձեզ։ Ես ձեր մասին այստեղ Հայաստանում բոլորը խոսում են եւ շատ գիտեն, համենայն դեպս կրթության այս ասպարեզում ես գիտեմ ձեր վաստակը, բայց շատ ուրախ եմ, որ օվկիանոսից այն կողմ այսքան տարիներ հետո առիթ ունեցանք հանդիպել։ Բարև ձեզ Լիլիթ ջան, ես էլ եմ շնորհակալ, որովհետեւ առանց որևէ ակնկալիքի ես սիրով հետևում էի ձեր հաղորդումներին։ Յուրաքանչյուր կին ի վերուստ արդեն կոչում ունի։ Ինչպիսի կոչումներ էլ, ինչպիսի պատվոգրեր էլ, ինչպիսի գովասանքի խոսքեր էլ ասել են, ինձ համար ամենակարևոր կոչումը եղել է մայրը։ Այո։ Ես առաջին հերթին կոչումով մայր եմ եւ ոչ մի անգամ մայր լինելը չի խանգարել իմ ուսուցիչ լինելուն։ Երևի ավելի շատ ժամանակ տրամադրել եմ իմ աշակերտներին, այո, բայց իմ երեխաները չեն բողոքել դրանից։ Իսկ կարևոր է, երբ ամեն կին, նույնիսկ եթե միայն մայր է, դրվատանքի խոսքերի արժանանա, մեծարանքի խոսքերի արժանանա, եթե նա կարողանում է պատվով կատարել իր գործը։ Այո, Տիկին Թադևոսյան, բայց ձեր մասին ամեն դեպքում այնտեղ, որտեղ աշխատել եք, միշտ նշում էին, որ այ բնավորության, մի քիչ խստության, մանկավարժի մոտեցման եւ բավական պահանջկոտ լինելու հետ զուգահեռ նաեւ
շատ առանձնացող հոգատարություն եք ունեցել։ Սա երևի մայր լինելու եւ մոր դերն ու աշխատանքը, նաեւ աշխատանքը շատ գնահատելու արդյունքում է։ Դուք կարողացել եք շատ ձեր սաների համար իրականում լինել այն հենարանը, ով պիտի հնարավորություն տա նվաճել աշխարհը։ Թևեր տվող եք դուք ձեր տեսակով որպես մարդ, չէ՞։ Համեստություն չեմ անի, այո։ Այո։ Եվ խստապահանջ եմ եղել իմ երեխաների նկատմամբ եւ իմ աշակերտների։ Գուցե ծիծաղելի կամ զարմանալի թվա, եթե ասեմ իմ ավագ որդին, որը 7 տարի դպրոցում իմ աշակերտ 7 տարի ուղիղ 4-ից 10-րդ դասարան եղել է իմ աշակերտը, իր ավարտական վկայականում միակ 4 նշանակողը ես եմ եղել։ Տիկին Թադևոսյան, սա արդեն ամեն ինչի մասին խոսում է, այո, բայց ինչքան նաև ձեր շնորհիվ, ինչքան երեխաների համար է մայրենին դարձել իրականում մայրենի։ Իսկապես երջանիկ ուսուցիչ եմ եւ հիմա երբ ամեն տարի գալիս եմ Հայաստան, արդեն 40, 30, 50, 55 տարեկան իմ սաների տված անսահման սերը, ուշադրությունը, ջերմությունը ամբողջ մի տարի լիցքավորում են ինձ։ Եվ Ամերիկայում ամբողջ մի տարի այդ սիրով, ջերմությամբ, ոգևորված, այդ պստիկ հրաշքների հետ եմ անցկացնում, մինչև հաջորդ տարի նորից վերադառնում եմ Հայաստան։ Այո։ Տիկին Թադևոսյան, ձեր թույլտվությամբ սկսենք սկզբից լեզվի եւ գրականության մասնագետ եք, 35 տարի դուք աշխատել եք Լոռու մարզում, բայց ըստ էության ծնունդով Արմավիրի մարզից եք։ Այո։ Միշտ համառոտ ասում եմ, ծնվել եմ հոկտեմբերյանում, սովորել եմ Երևանում, ապրել եւ աշխատել եմ Լոռու մարզում։ Այդպես ստացվեց, ամուսինս գործողվել էր Գուգարքի շրջան, այն ժամանակ շրջան էր դեռևս, եւ երբ ամուսնացանք, բնականաբար ես էլ իր հետ տեղափոխվեցի Գուգարք եւ 35 տարի ապրեցի, աշխատեցի, նվիրվեցի, սիրեցի, անգամ ամենածանր իրադարձությունից հետո, երբ երկրաշարժը մեր կյանքը բաժանեց, այո, երկու շրջանի երկրաշարժից առաջ եւ հետո ես չթողեցի ոչ Գուգարքը, ոչ իմ աշակերտներին եւ չվերադարձա իմ ծննդավայր, որտեղ ամեն պայմաններ ստեղծվում էին ինձ համար, եթե համաձայնեի աշխատել այն դպրոցում, որն ավարտել էի։ Ես այդպես էլ տուն հաստատություն եմ երեխաների համար մի քիչ տարօրինակ էր, որովհետեւ ապրեցինք տնակում։ Եվ տնակից էլ եկանք Միացյալ Նահանգներ, բայց որևէ անգամ իրենք էլ չմեղադրեցին, որևէ անգամ չասացին ինչու ես այդպես արել, ինչու մենք չենք վերադարձել մեր ծննդավայր։ Ընդհակառակը միշտ էլ ասել են, ճիշտ ես ասում, եթե դու տեղափոխվեիր, դու այլևս չէիր կարողանա դու լինել։ Իմ կարծիքով, եթե ես վերադառնայի, ես կդավաճանեի իմ ընկերներին, աշակերտներին եւ բարոյական արժեքներից կամ հավատարմությունից, հայրենասիրությունից, դա էլ է հայրենասիրություն իմ կարծիքով, եթե դու սիրում ես այն վայրը, որտեղ քո երեխաները առաջին քայլերն են արել, որտեղ քո աշակերտները առաջին նվաճումն են արել, եւ ես մտածում էի, որ առնվազն խորտակվող նավը լքող առնետ պիտի լինեմ, եթե այս պահին իմ 3 երեխաների, երրորդը սնվել է երկրաշարժից հետո, իբրև հետ երկրաշարժյան հայրենասիրության դրսևորում։ Այո, հա։ Այո, բոլոր իմ սերնդի բոլոր ուսուցիչները, կանայք երեխաներ ունեցան մեր զոհված աշակերտների փոխարեն։ Քանի որ երկրաշարժի ժամանակ մենք ունեցանք նաև աշակերտներ, ում փրկել չկարողացանք, ոչ դպրոցում, տանը շենքում շենքերը փլվեցին եւ այդ երեխաները չփրկվեցին։ Արդեն տարիքս բավականին մեծ էր, 35 տարեկան,
բայց բոլոր դեպքերում որոշված էր, որ յուրաքանչյուր ուսուցիչ մի երեխա պիտի ունենա։ Եվ իմ սերնդակիցները 35, 36, մինչև 40 տարեկան կանայք բոլորս երեխաներ ունեցան։ Ամենածիծաղելին այն էր, որ իմ դասարանը արդեն 10-րդում էր, երբ ծնվեց իմ երրորդ երեխան, եւ ամբողջ դասարանով եկել էին։ Այո։ Եկել էին Թադևոսյանի բարձին։ Ահա։ Տիկին Թադևոսյան, բայց ասում են կան մասնագիտություններ, որոնք ինչ որ ենթադրվող, հա, այսպես այս սահմանները միշտ այդ սահմանների մեջ են հարաբերությունները, բայց ես հասկանում եմ, որ դուք ձեր տեսակով այսպես սիրում եք փոփոխություններ անել, գաղափարների ետևից գնալ, սիրում եք ինչ-որ առումով կարծրատիպեր կոտրել։ Այո, գիտեք, ես այդ առումով շնորհակալ եմ եւ իմ ուսուցիչներից մեկին հատկապես համալսարանն ավարտած երիտասարդ, ես 8-րդ դասարանում էի, երբ նա եկավ, հեղափոխական հոգի։ Եվ երևի թե իմ մեջ էլ կար, առավել զարգացրեց ու համալսարանական կրթությունը առավել խորացրեց դա։ Ես միշտ եմ ասել համալսարանում չեն գրտնակում, չեն հարթեցնում։ Մեր մեթոդիկայի դասախոսը ասում էր, ինչ մեթոդ։ Մեթոդն այն է, որ սովորեցնես։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Ու մշտապես տարիներ շարունակ մեթոդ միավորման նախագահ, հետո ուսմասվար, միշտ ասել եմ, ուզում եք երգեք, ուզում եք պարեք, ուզում եք նստեք, ուզում եք կանգնեք, ինչպես ուզում եք դասը վարեք, բայց սովորեցրեք, երեխան պիտի յուրացնի, վերջ, դա է մեթոդը, թե չէ մանկավարժական այս մեթոդը, այն մեթոդը, ստանդարտներ ինձ համար գոյություն չունեն։ Այո, ստանդարտներ գոյություն չունեն։ Եղավ մի ժամանակաշրջան, հիմա իհարկե որոշ բաներ փոխվել է, երբ գիրք կարծես գրքից հեռացան։ Ձեր աշակերտները այս առումով նշում էին, ամենայն դեպս մարզում մինչև հիմա նշում են, որ ընկեր Թադևոսյանի շնորհիվ միշտ գրքին կպած ենք եղել։ Ես ուզում եմ այս արտահայտությունը նաև ձեր մեկնաբանությունը լսել։ Գիտեք, ինձ թվում է այն սերունդը ավելի երջանիկ սերունդ էր, որովհետև տեխնիկայից կախվածություն չկար, գրքերն էին եւ սովորաբար մի երկու լավ միտք էի ասում որևէ գրքից ու թերի թողնում։ Հա։ Շարունակությունը կգտնեք ինքներդ, ամենամեծ ձեռք բերում եմ, կարծում եմ, այն է, որ ես մշտապես ասել եմ, եթե աշակերտը չգերազանցեց իր ուսուցչին, ուրեմն ուսուցիչը լավը չէ։ Ես ունեմ ինձ գերազանցած աշակերտներ, եթե որևէ բան արած չլինեի, իմ շարունակությունն այն իբրև թողած աշակերտներս բավական էին, որ ես համարեմ ինձ ուսուցիչ, ինչ-որ բան արած ուսուցիչ։ Տիկին Թադևոսյան, եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, վաստակավոր ուսուցչի այս կոչումը արդեն 2008-ին ստացաք։ Դուք ձեր տեսակով եք միշտ այդպեսին եղել ու հիմա էլ, հա, բոլոր միջավայրերում ակնհայտ է ձեր այդ առանձնացող իսկապես տեսակը, բայց ինչ զգացողություններ առաջացան այդ ժամանակ, ինչպես ստացվեց փաստորեն 35 տարի աշխատել եք, նշեցիք, որից 12-ը նաև ուսումնական մասի ղեկավար։ Գիտեք, դեռևս երկրաշարժից առաջ, երբ ես շատ երիտասարդ էի, մեր շրջող բաժնի գլխավոր տեսուչը չափազանց խիստ եւ չափազանց արդարամիտ մի մարդ երջանկայի շատակ Եսայան Գուրգենը։ Ինձ մոտ առաջին անգամ դասալսման գալուց հետո զարմանքով ասաց, «Էս ջահել երեխան, էս ինչ ուսուցիչներ է ունեցել, որ այսպիսի աշակերտ են տվել»։ Ու 35 տարեկանում որոշել էր ինձ ներկայացնել ավագ ուսուցչի կոչման։ Երևանից էլ էին դասալսումներ եղել բնականաբար, բայց տարիքային ցենզ գոյություն ուներ եւ 35 տարեկան ուսուցչին
դժվար էր կոչում տալը։ Այնուամենայնիվ երկրաշարժը խանգարեց, որ Եսայան Գուրգենը ես երբեք չեմ ձգտել դրան։ Կոչում, այդ պատվոգիր, չգիտեմ ինչ, ես պարզապես միշտ մտածել եմ նորին մեծություն, միջակություն է իմ թշնամին է։ Ես իր ոխերին թշնամին։ Այո։ Կամ լավ, կամ ոչինչ։ Եվ ինչ որ բան եթե անում ես, լավ պիտի անես։ Ու երբ ընկեր Եսանը գովեստի խոսքեր էր ասում, մի անգամ ականջին ցածր ասացի, ընկեր Եսան, բա որ իմանաք ինչեր կարող եմ անել ու էլի չեմ անում։ Չեմ անում։ Բայց հնարավորինս հիմա զարմանում եմ, անկեղծորեն ասած, հիմա զարմանում եմ, որ այդքան ջանք, եռանդ, ուժ որտեղից հրաշալի ուսուցչական կոլեկտիվ, հրաշալի միջավայր եւ ամեն ինչ որ անում էիր, պսակվում էր հաջողությամբ։ Տիկին Թադևոսյան, բայց փաստորեն այս կոչումը դրանից առաջ բնականաբար շատ պատվոգրեր, շնորհակալագրեր, յուրաքանչյուր միջոցառումից հետո ունեցել եք ինչ որ բան փոխեց ձեր մեջ կամ սկսեցիք ինչ որ առումով ետ նայել, որովհետեւ նաև ձեր աշակերտները ձեր մասին խոսելիս նշում եմ, որ մանկավարժ, որը երբեք չի սիրում ետ նայել, արածին, միշտ անելիքի մասին է խոսում։ Չէ, գիտեք ինչպես Լիլի ջան, երևի թե 2003-4 թվականներին էլ արդեն պատրաստվում էին այդ կոչումը տալ, կոչում տալ, թե ինչ կոչում ես չգիտեմ, բայց անընդհատ ինձ ներկայացնում էին, ես ուղղակի էությամբ շատ նաև ըմբոստ եմ, սկսվել էր ուսուցիչների կրճատման գործընթաց եւ հաճախ այնքան անարդար, այնքան ոչ բարոյական մոտեցումներ էին ցուցաբերվում, որ ես լռել չէի կարողանում եւ դատական կարգով վերականգնվում էին ուսուցիչները հենց նաև այն պատճառով, որ այնտեղ ես իբրև ուսմասվար ելույթ էի ունենում, ասելով, որ նրանք լիովին բավարարում են ներկայացվող պահանջները, դեռ մի բան էլ ավելի։ Եվ եթե պետությունը դիպլոմ է շնորհել նրանց, ինչպես կարող է մի ուսմասվարը կասկածի տակ առնել 30-35 տարվա, 25 տարվա կայացած մանկավարժի կարողությունները։ Ինձ համար միևնույնն էր, այդ կոչումը կտային, չէին տա, շատ կայացած իմ հրաշալի ընկերուհիներից մեկը մաթեմատիկայի գերազանց մասնագետ, որի 3 երեխաները իմ աշակերտներն էին եղել, ծիծաղելով ասաց, մեծ բան չեն արել, ժողովրդական ուսուցչին վաստակավորի կոչում են տվել։ Դա ամենամեծ գովեստների մասցեին։ Այո, երբ կայացած մանկավարժը գնահատում է քեզ, այնպես որ այդ կոչումը կլիներ, չէր լինի, դրանից որևէ բան չէր պակասում իմ մեջ։ Ընդհակառակը որոշված էր, որ յուրաքանչյուր երեխա, ով իմ բարիքը, ով իմ ժամանակը, ով իմ գիտելիքը կուզենա ստանալ, Սայանի ասած բաշխում եմ, հատիկ, երբեմն բուր-բուր, բայց հաճելի է, ես այդ պահին ուղղակի չեմ ասել, հիմա եմ ասում, դա ոչ միայնին, այդ սերնդի իմ բոլոր գործընկերների, ովքեր դժվարին պահերին չլքեցին ուսուցչի սեղանը, ովքեր հավատարիմ մնացին իրենց աշակերտներին, դա նրանց բոլորի պարգևն է, ոչ միայն իմը, այլ իմ կողքին եղած բոլոր իմ գործընկերների, Լոռու մարզի բոլոր այն ուսուցիչների, ովքեր չբռնեցին Թուրքիայի ճանապարհը, ովքեր վաճառասեղաններ չդրեցին շուկաներում ու թողեցին աշակերտին, հավատարիմ մնացին իրենց կոչմանը, այդ դա բոլորի կոչումն է։ Տիկին Թադևոսյան, եւ հիմա արդեն փաստորեն հնարավորություն ունեն ձեր այս գիտելիքը, ժամանակը, նվիրումը, սերը վայելել նահանգներում։ Դուք արդեն 2010-ից մեկնել եք փաստորեն։ 2010-ին երբ եկանք այստեղ, առաջին արձագանքս թափվելուն պես այն էր, թե ես ինչ եմ անում այստեղ։ Ձեր որդիներ այնտեղ դուք։ Այո, որդիս էր այստեղ եւ ես էլ սրտի ծանր վիրահատության էի ենթարկվել
ու ամեն ինչ արեց, որ համոզի ինձ գալ նահանգներ։ Գալուցս 1-2 շաբաթ հետո ես ընդունվեցի հայկական շաբաթօրյա դպրոց։ Ու շուտով տեղափոխվեցի ամերիկյան դպրոցներ, որտեղ դասավանդվում էր հայերեն։ Շաբաթական յուրաքանչյուր դասարանում 2 օր։ Սիրով աշխատում էի, մանավանդ որ լիակատար ազատություն էին տվել ինձ։ Վարվել ինչ մեթոդով, այդ ձեր ասած ինչ մեթոդով կուզեմ, Այո։ ինչպես կուզեմ, հենց առաջին դասալսումից հետո ատենապետն ասաց այլևս ձեզ մոտ որևէ մեկը չի գալու, դուք ինչի կարիք ունենաք, խնդրեմ ասեք, մենք կապահովենք։ Եվ երբ ուզում էի դուրս գալ, արդեն որոշ ժամանակ անց ուզում էի թողնել աշխատանքս, կարծում էին վճարման խնդիր է, բայց այն օրերի համար դա չափից դուրս բարձր վճար էր, որ իրենք ինձ հատկացնում էին։ Ուղղակի առողջական նոր խնդիրներ էին առաջացել եւ դարձյալ ես կանգնել էի այդ խնդրի առաջ։ Կամ ստիպված եղա դուրս գալ, որոշ լքել դասարանս, որոշ ժամանակ հետո էլի վերադարձա, երբ առողջությունս մի քիչ վերականգնեցի, հետո արդեն երբ աղջիկս եկավ նահանգներ, ինքն էլ մանկապարտեզում աշխատեց։ Հայաստանում արդեն մանկավարժական փորձն ուներ, եւ փոքրերի հետ էր ավելի շատ աշխատել, անգլերեն լեզու էր դասավանդել 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարաններում, այստեղ մանկապարտեզում միանգամից գտավ իրեն։ Սկսեցինք արդեն մտածել մեր սեփական ունենալու մասին, ու շատ լավ է, որ աղջիկս ավելի համարձակ գտնվեց, արեց այն, որի մասին այսօր սիրով, գովեստով, շռայլության, չգիտեմ, ինչ գերադրական աստիճանով արտահայտվում են ծնողները։ Ծնողները, այո, փաստորեն նախակրթարան հիմնեց։ Այո, նախակրթարան։ Շատ հետաքրքիր է նաև Տիկին Թադևոսյան։ Այո, ես իրեն ասում էի ժամանակին, երբ Կիմա էի կոչել, դժգոհ էր իր անունից, բայց ես իբրև ավանդական եւ բարեպաշտ հարս, սկեսուրս վաղամերիկ էր, շատ վաղ հեռացավ կյանքից, կատակով ասում էր, որ աղջիկ ունենաս անունս կդնես, իհարկե կդնեմ։ Հենց որ ունեցա, դե ունեցա ինքը չկար արդեն։ Որևէ մեկը ինձ չխնդրեց այդ մասին, բայց ինքս աղջկաս կոչեցի Կիմա։ Հետո երբ որ եկավ Ամերիկա, ասում նա ինչքան բարեունջ անուն է Ամերիկայում։ Երբ անուն էին որոշում, քո անունից լավ Կիմա's Happy Place, մանավանդ դու այդքան զվարթ, այդքան ուրախ, այդքան եւ անունը այդպես էլ դարձավ Կիմա's Happy Place, ու իսկապես այդ Happy Place-ը ոչ միայն իրեն, ոչ միայն այդ երեխաներին, այլև ինձ էլ է մանկացնում։ Կիմայի երջանիկ վայրը, բայց այստեղ իսկապես մեծ առավելություն ունեն այս երեխաները Տիկին Թադևոսյան, որ առիթ ունեն նաև ձեզ հետ շփվելու։ Ոչ միայն թիմային աշխատանք է, այդտեղ Կիման է, աղջկա կարգավիճակով հարսս Վերոնիկան եւ ես։ Վերոնիկան էլ հրաշալի նկարում է, հրաշալի ստեղծագործական միտք ունի, թիմային աշխատանքը տալիս է իր արդյունքը։ Ես գիտեմ, որ նաև ընդլայնման այսպիսի ծրագիր կա, քանի որ հրաշալի, շատ պրոֆեսիոնալ այսպես էս մասնագետների նաև թիմը հավաքված է, ծրագիր կա ընդլայնվելու կամ ուղղությունները մի քիչ փոխելու։ Անպայման մտածում ենք, որ պետք է կենտրոն ստեղծել։ Իմ երազանքն է, եթե մոտ ապագայում լինի, ստեղծել այնպիսի մի կենտրոն, որտեղ լրացուցիչ հենց հայերենի ուսուցման ժամեր առանձնացվեն, որտեղ կարող են սովորել ոչ միայն այդ կենտրոն հաճախող երեխաները, այլև այն երեխաները, ովքեր վճարունակ չեն, հայկական մեկօրյա կամ
Հունգորիա էլ կա հայկական, բայց չափազանց թանկ արժեն դրանք եւ վճարունակ չեն կարող վճարել։ Իմ երազանքն է, որ այդպիսի երեխաները հաճախեն մեր կենտրոն ստանալու հայերենի դասեր, անվճար դասեր։ Տիկին Թադևոսյան, ձեր տեսակը այսպես եւ ըմբոստ, եւ սկզբունքային, եւ միևնույն ժամանակ շատ մարդասեր։ Սա այս տարիների ընթացքում շատ այսպես հստակ, կարծր, նույն կերպ պահպանվել է։ Սա բնավորությունից է, երևի ձեր մարդկային տեսակից է։ Մասնագիտության հետ այնքան էլ կապ չունեն, չէ՞, այս գծերը։ Ես Թումանյանի նման եմ բնութագրում հորս, ամենալավ բանը, որ ունեցել եմ իմ կյանքում, եղել է հայրս։ Եվ կարծում եմ հորից ենք ժառանգել, գուցե ոչ ամբողջությամբ, որովհետև մենակ ես չեմ այդպիսին, իմ կրտսեր եղբայրը Հայաստանում առաջին բարեգործական միությունը հիմնադրածն է եղել, այն կոչվել է Անդրանիկ 90-ական թվականներին և մինչև հիմա մեր ծննդավայրում հիշում են ինչպես էր հովանավորում դպրոցում մեր, որտեղ սովորել եմ ես, սովորել էր նաև եղբայրս, հովանավորում էր լավ սովորող աշակերտին, լավ ուսուցչին, զինվորի ծնողին, զինվորի կնոջը, երեխային, մինչև ցավոք սրտի ինքը շատ վախ հեռացավ կյանքից, մինչև վերջին օրը։ Եվ հորից ժառանգած այդ գծերը փորձել եմ փոխանցել նաև, մենք ժառանգել ենք, փորձել ենք փոխանցել նաև մեր երեխաներին։ Ես հավատում եմ, որ ծնողին մեծարելու լավագույն եղանակը նրա անվանը օրհնանք բերելն է։ Եվ հիմա, եթե գովեստի մի խոսք իմ հասցեին հնչում է, ես գիտեմ, որ դա ուղղված է հորս, որովհետև այդ կարդալու սերը, բանաստեղծելու սերը, չգիտեմ, ստեղծագործական ոգին, բայց հայրս իհարկե չափազանց հեզ մարդ էր, երեխաները մի քիչ ըմբոստ են։ Եվ հիմա էլ ես եմ իմ երեխաներին ասում, եթե ուզում եք ինձ համար մի բան անել, ուրեմն լավություն արեք մարդկանց, իմացեք, որ դա ինձ համար եք անում։ Ես մի անգամ եմ միայն այդ գնահատականով միշտ եմ ասել, երբեք սերը չի չափվում գնահատականով, իմ բոլոր աշակերտները գիտեին, որ ես կյանքս կարող եմ իրենցից յուրաքանչյուրի համար զոհաբերել, բայց գնահատական զիջել չեմ կարող։ Չեմ կարող։ Միայն մի անգամ եմ զղջացել, երբ իմ հրաշալի, ամենասիրելի աշակերտներից մեկը Արցախում զոհվեց, ես նրան հազիվ 4 էի նշանակել գրականությունից, բայց հետո գրեցի գրականության մեծագույն դասն է մահն իմացյալ անմահություն է։ Մնացած բոլոր դասերը ածանցյալ են եւ պարզվեց, որ տղաս ավելի լավ էր յուրացրել այդ դասը, քան ես։ Միայն այդ մի անգամ եմ զղջացել, որ գնահատականը 4 է եղել, ոչ թե 5։ Բայց բոլոր դեպքերում, երբ այդ մասին խոսում էինք, պատերազմը սկսվեց, ես անմիջապես եկա Հայաստան։ Իմ աշակերտներից մեկն ասաց, ընկեր Թադևոսյան, դուք սովորեցրել եք ոտքի վրա կանգնած մեռնել, բայց ծնկաչոք չապրել։ Այո։ Հիմա մի զղջացեք, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է զոհելու իր կյանքը։ Արենն արել է այն, ինչ որ սովորեցրել եք, այդ 4-ն ու 5-ը Արենի համար կարևոր չեն եղել։ Անցյալ տարի իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը իրականացրի, ես եղա Արևմտյան Հայաստանում։ Անհավատալի էր ինձ թվում, որ շատ վաղ հասակից սկսել եմ կարդալ, ինձ թվում էր ես անգիր գիտեմ Աղթամարակղզին, անգիր գիտեմ Կարսը, Մուշն ու Վանը, և չէի հավատում, որ կարող եմ անիի հողի վրա ոտքս դնել։ Պարզվեց, որ հնարավոր է։ Այնպես որ երազանքներիցս մեկը
իրականացել եմ, մյուսն էլ այն է, որ երեխաներս կենտրոնը ստեղծեն, հայագիտական կենտրոնը ես ունենամ, առավել եւս այ ասում եք, իմ աշակերտներից մեկը կրթությամբ մաթեմատիկ, Թավրիզի համալսարանում հայագիտական ամբիոնում աշխատում է եւ հայոց լեզու է դասավանդում։ Հաճախ եմ խորհրդակցում, այո, եւ հպարտությունը սահման չունի։ Նայել է ասում ամեն ինչով պատրաստ եմ, ինչպես դուք եք մեզ համար արել, ես էլ պատրաստ եմ այստեղ ապրող հայ երեխաներին հայերեն սովորեցնել, համալսարանում բնական է հայերը չեն։ Եվ պարսիկներ են, եւ հայերեն, ովքեր ցանկանում են հայերեն սովորել։ Այնպես որ այստեղ էլ ունենանք այդ կենտրոնը, ես կգամ Հայաստան, կլիցքավորվեմ, հետ կգամ եւ կաշխատեմ։ Ձեր երազանքը կարծում եմ շատերին նաեւ հայ պահելու հրաշալի մի միջոց պիտի լինի, որովհետեւ աշխարհը հիմա ավելի շատ է շարժվում, բայց մենք ավելի շատ հայ լինելու իսկապես կարիքը ունենք։ Շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ինձ էլ էր հաճելի Լիլիթ ջան։ Սիրելի հետևորդներ, գիտեք, լինում են մարդիկ, ում խոսք ուզում ես անընդհատ լսել, որովհետև հասկանում ես, որ յուրաքանչյուր բառի ու նույնիսկ այդ օղատակերի մեջ այնքան ջերմություն կա, այնքան սեր կա թաքնված եւ այնքան հենց այդ բառը ասելը նաեւ ինչ որ առումով ուղղորդող նոր մի բան սովորեցնող է։ Գիտեք, հայրենիքի մասին կարելի է անընդհատ խոսել, լեզվի մասին կարելի է խոսել, կնոջ մասին, մասնագիտության, մայր լինելու ու հատկապես մանկավարժի, բայց երբ այդ հնարավորությունը լինում է այս բոլորը մի շրջանակում ու այսքան ներդաշնակ ներկայացնել, հենց սա է նշանակում մարդ, ով կարողանում է իրականում աշխարհում հրաշքներ գործել իր մասնագիտական, անձնական իր ապրելով եւ նաեւ շատ մարդկանց հնարավորություն է տալիս ասելու, որ անհնարին չէ ոչինչ, սահմանափակված չէ մարդկային էությունը ու նաեւ հնարավորությունները։ Ընդհանրապես պետք է կարողանալ իրականում երազանքներ ունենալ, պետք է կարողանալ այս երազանքների համար արմատը միշտ ամուր պահել։ Ասում են, ինչ արմատը ինչքան խորն է, սաղարթն այնքան վեր կարող է խոյանալ։ Եվ իրականում այ մենք զրուցում էինք հրաշալի մասնագետի, հրաշալի կնոջ Շողակաթ Թադևոսյանի հետ, ու դու հասկանում ես, որ այսպիսի մանկավարժի կողքին եղած սերունդը, դասարանում եղած սերունդը չի կարող հայրենասեր չլինել, իր արյան մեջ այս լեզուն, բառը, տառը ու հողը չկրել։ Ամեն անգամ ինձ համար իրականում շատ հաճելի է լինում, երբ մենք հնարավորություն ենք ունենում տարբերվող իրենց տեսակով ու Հայաստանի համար շատ այսպես առանցքային մարդկանց ու հատկապես կանանց հետ զրուցել օվկիանոսից այն կողմ։ Մենք զրուցում էինք Էլրումում Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, բանասեր, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Շողակաթ Թադևոսյանի հետ։ Մեր կյանքում լինում են օրեր, երբ մենք ունենում ենք հանդիպումներ ու հետո հասկանում, որ կյանքում ինչ-որ բան այնպես չէր լինի, եթե այս հանդիպումը չլիներ։ Մարդիկ կան, ում քո կյանքի ընթացքում պիտի կարողանաս ճանաչել, որովհետև նրանց շնորհիվ է, որ աշխարհն ավելի իրականում բարի է դառնում եւ նրանց շնորհիվ է, որ դու հասկանում ես, որ ինչքան էլ ժամանակը տեխնոլոգիական այս փոփոխությունները բերի, միևնույնն է, ամենակարևորն ու առաջնայինը մարդն է իր տեսակետով, իր հոգեբանությամբ ու իր էներգիայով։ Ուզում եմ, որ այսպիսի մարդկանց հետ շփվելու առիթներ շատ ունենանք։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։